Շատ կարևոր է արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։ Շատ կարևոր է արձանագրել, թե ինչով է տարբերվում Երրորդ Հանրապետությունը Չորրորդ Հանրապետությունից։ Ըստ էության Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է, հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, հակամարտության տրամաբանությամբ, Չորրորդ Հանրապետությունը ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ։ Երրորդ Հանրապետությունը 1990 թվականին իր հռչակումով ըստ էության արձանագրել է, որ պետության նպատակը պայմանական ասած պատմական արդարության վերականգնումն է։ Այս հայեցակարգից է բխել նաև Ղարաբաղյան շարժումը, բայց նաև վերջին 8 տարվա մեր պրակտիկ գործունեության ընթացքում բացել ենք էջեր, որոնք նախկինում բացված չեն եղել երբեք, այն կանխավարկածով, որ տրամաբանությամբ այդ էջերի բովանդակություն պարզ է եւ բոլորին հայտնի է։ Մենք ասել ենք շատ լավ, պարզ է, բոլորիս հայտնի է, բայց եկեք մի հատ էլ կարդանք այդ էջերը։ Եվ այդ բովանդակության հետ գործնական առնչություններն են, եւ նաեւ ժողովրդի հետ գործնական առնչություններն են, որ մեզ բերել են խաղաղության օրակարգին, որից բխում է նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը 2021 թվականի մեր նախընտրական ծրագրի մեջ գրել ենք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին եւ այլն, այն ինչ Երրորդ Հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ։ Բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ շատ էական եւ կարեւոր մի բան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամենաակտիվ ձևով այն մարդիկ մեր հանրության այն հատվածը, ում ես պայմանական կամ ոչ այդքան պայմանական ընկալում եմ որպես Հայաստանի Հանրապետության սնուցող մայրեր, նրանք մեզ եւ կոնկրետ ինձ ըստ էության պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը եւ այդ հայացքը եւ այդ հայեցակարգը եւ արտահերտ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության համար խաղաղ զարգացման հնարավորություն բացելն է։ Այսօրվա առանձնահատկությունը ինչ է, որ կառավարության ծրագիրը ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության եւ Չորրորդ Հանրապետության տեսլականի վրա եւ սա է այն առանցքային գաղափարաբանական փոփոխությունը կամ վերափոխումը, որը տեղի է ունենում կառավարության ծրագրում։